Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր չհստակեցրեց, արդյոք հաջորդ ամիս տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում։ Եթե հնարավոր լինի հայտարարել դրա մասին, մենք կհայտարարենք։ Վիեննայում շուրջ 10 օր առաջ տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս էին հայտնել, որ հունիսին հնարավոր կլինի կազմակերպել նախագահների հերթական հանդիպում, իսկ մինչ այդ հնարավոր կլինի հաջողություն գրանցել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցում։ Արտգործնախարար Նալբանդյանն այսօր հաջողությունների մասին չխոսեց։ Խախտման դեպքեր ուսումնասիրելու մեխանիզմի ստեղծման առնչությամբ կա հաջողություն։ Մենք աշխատում ենք։ Բայց կա արդյոք հաջողություն։ Ասում եմ այդ ուղղությամբ մենք աշխատում ենք։ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր նախարար Նալբանդյանը մասնակցում էր Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված ընդունելությանը։ Նախարարն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Եվրամիության հետ նոր պայմանագրի շուրջ անցյալ տարվա դեկտեմբերից ընթացող բանակցություններին։ Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր եւ ամուր իրավական հիմք ձևավորել։ Ընդունելությանը մասնակցող Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի հետ նոր պայմանագրի շուրջ քննարկումներում կան որոշակի բարդություններ։ Կան բարդ հարցեր, սակայն ես շատ լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ ինչպես հայկական կողմում, այնպես էլ եվրոպական կողմում տեսնում եմ դժվարությունները հաղթահարելու կամք։ Այդուհանդերձ Եվրամիության հետ նոր պայմանագրի ժամկետների մասին ԵՄ դեսպանը չխոսեց, նշելով, որ ի սկզբանե պայմանավորվածություն կա ժամանակային սահմանափակումներ չմտցնել։ Երկու կողմերի ցանկությունն է համաձայնագիրը վերջնականացնել հնարավորինս շուտ, սակայն երբ դժվար է ասել։ Դեսպանն ընդգծեց, որ բանակցությունները շարունակվում են եւ նրանք շատ կառուցողական են եւ ընկերական։ Շատ բարի ընկերական մթնոլորտ է, հիմա մնում է վերհանել բարդ խնդիրները։